YouTube շոուից դեպի գիրք տեղափոխվել են բոլոր 5 հերոսները։ Հեղինակները խոստանում են, որ հերոսները դեռ շատանալու են։ Անտարի բնակիչները շատ են, պատմությունները նույնպես, բայց Պուկ Տիպուկի առաջին գրքում գլխավոր հերոսները նույնն են՝ Ոզնի Պուկը, Աղվես Տիպուկը։ Զարգացումները ցույց կտան ինչա տեղի ունենալու իր հետ, ինչպես է ինքը հաղթահարելու իր բարդույթները, վախերը, մնացած իր էմոցիոնալ ֆոնը, ոնց որ փոքրիկ պատանիներ են, ինքը եւ Տիպուկը։ Տիպուկն էլ աղվես է, ինքը տիպ է, ինքը աշխույժ է, ինքն իրան շատ է սիրում ու ֆիլմում էլ անընդհատ դրա մասին ասում է, որ ինքն իրան շատ է սիրում, ինքը այնքան լավն է, այնքան գեղեցիկ է։ Արդյունքում իրեն շուրջ են բոլոր պատմությունները կառուցված։ Զվարճալի հումորային, բայց նաև ուսուցողական դրվագներով ֆիլմաշարի պատմությունները արդեն կլինեն նաև գրքում։ Գրքում հերոսները կօգնեն տարբերը չարն ու բարին, անել լավ գործեր, սիրել ընկերներին ու հարազատներին։ Երկու գաղափարապես բարի եւ չարի մարմնավորումը Թիթին մեր թիթեռնիկը ով հրաշագործ է ու անընդհատ կերպարների կողքին է բոլոր խնդիրները փորձում է լուծել ճիշտ ուղու վրա է կանգնացնում ու Չարուկը ով անընդհատ վատ մտքեր տենց ոնց որ փոքրիկներին ճիշտ ուղուց շեղել փորձողն է։ Պուկ Տիպուկը հեքիաթը անտարի բնակիչների կյանքի մասին է։ Նրանք էլ են երեխաների պես խաղում, հիվանդանում, ընկերանում ու վատ բաներ անում։ Փոքրիկները գալիս են նրան, որ պետք չէր լսել Չարուկին, պետք չէր նենց բաներ անել, որ վնասում է անկերությունը, վնասում է իրենք իրենց չեն վնասի։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ծնողի ընտրությունը լինենք։ Շոուի ու գրքի կերպարները նույնն են, բայց պատմությունները տարբեր։ Այն ինչը արդեն տեսել եք YouTube-ում, չեք տեսնի գրքում։ Պուկ Տիպուկը դարձել է նոր հետաքրքիր գիրք փոքրերի համար, վառ ու գունեղ նկարազարդումներով, գեղեցիկ տառատեսակով։ Նյումեգը ստեղծել է հատուկ տառատեսակ, որ ամեն տարիքային խմբի համար լինի հատուկ տառաչափ։